Մենք այստեղ ունենք եւ առաջի կարգի ինվալիդ հիվանդ։ Ինչ ձևի օրեր եմ անցկացրել 90-ական թվականներին փառք էի տալի։ 5 օր մենք չունեցանք հոսանք։ Մինչ Հայաստանի էլեկտրական ցանցերը տոներն էր շնորհավորում ու մաղթում, որ բոլորի տներում լույս ու ջերմություն լինի, Նազարյաններն ու Նորարեշի հարյուրավոր այլ ընտանիքներ երեք ստիպված էին մթի ու ցրտի պայմաններում պատրաստություններ տեսնել։ Նախորդ մեծ վթարից դեռ ուշ քիչ եկած 3 էլ թաղամասի ենթակայանն էր հրդեհվել։ Ինչքան տներ կլինի, որ հոսանք չունի ժողովուրդ։ Շատ, չէ՞։ Բնակիչների անդադար զանգերին էլ ցանցերից չէին արձագանքում, պատմում են Նազարյանները։ Ի վերջո, սակայն մեծ խումբ եկավ ու միայն կեսգիշերից անմիջապես առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվեց։ Բավականին մեծ տանջանքից հետո վերջապես կարողացան մի փոքր վերականգնել։ Վթարված ենթակայանում այսօր էլ աշխատանքները շարունակվում էին։ Եռաֆաս հոսանք ունեցողները դեռ լույս չունեին։ Էլ-ցանցերի աշխատակիցները մեքենայից միացված երաժշտությամբ էին փորձում տաքանալ։ Նորարեշի բազմաթիվ բնակիչներ բնականon էլեկտրամատակարարում չունեին մի քանի օր շարունակ։ Օրերս Էրեբունին հոսանքազրկած ենթակայանի վթարն այստեղ էլ է հետևանքներ թողել։ Ցուրտ կուխնյայում այս առաջի կարգի ինվալիդին այնտեղ մենք մի կերպ սենց յոլա ենք գնում, ինչ պիտի անենք։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարումը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանն ու իր ենթակաները, որոնք իրենց հաստիքներում նշանակվել են, որպեսզի համակարգում ճգնաժամ չստեղծվի, միայն Նորարեշի հոսանքազրկումներով չէ, որ պետք է զբաղվեն։ Հայաստանի շատ այլ քաղաքներում ու գյուղերում նույնպես քաղաքացիներն առանց էլեկտրականության էին ամանորին պատրաստվում։ Էջմիածնում մարդիկ սնունդը հավաքել ու այլ տեղ էին գնում նոր տարին նշելու։ Որոշել ենք ստեղ անենք, գնում ենք ուրիշ տեղ։ Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական կայքի գիշերը զանգվածային հոսանքազրկումներ են եղել նաև Մարտունի, Աբովյան քաղաքներում, Ներքին Գետաշեն, Ծովասար, Ծակքար գյուղերում ու մի շարք այլ բնակավայրերում։ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի էջում այս անջատումների վերաբերյալ որևէ հրապարակում չգտանք։ 2 օր առաջ նա էլեկտրական ցանցերի ծանրաբեռնվածության մասին տեղեկացնելով քաղաքացիներին հորդորել էր մեջբերեմ հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան ու սարքերը հավելյալ չօգտագործել։ Մարդիկ տունը պետք է չջեռուցեն, թե խոհանոցում գործ չանեն։ Պետրոսյանը չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչպես հոսանք խնայել։ Ամանորին ընդառաջ նաև ջրանջատումներ են եղել։ Նույն Աբովյան քաղաքի բազմաթիվ փողոցներում 3 ջուր չի եղել։ Վթարի պատճառով ջուր չեն ունեցել նաև Չարենցավանում, Սիսիանում, Նորգյուղում ու մի շարք այլ բնակավայրերում։ Այսօր էլ ջուր չի եղել Երևանի Երեբունի վարչական շրջանում, Խաղաղ տոնի փողոցի մի շարք հասցեներում։ Շաբաթասկզբին դարձյալ ենթակայանի հրդեհի պատճառով Երեբունում մոտ 50,000 բնակիչները զրկված էին նաև հոսանքից։